Մայիսի 13-ի համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Հայաստանի ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ ու բոլոր մասնակիցների համար հավասար խաղադաշտը կարևոր է Երևանում ունեցած հանդիպումներից հետո այսօր նման հայտարարություն է տարածել ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտիեի նախագահությամբ մայիսի 12-ին հյուրընկալվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Մայիսի 12-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս 2 պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյելու ապտակել են, նվաստացրել են նրան ու այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա 2 պատանիները հայտնաբերվել են ու տեղափոխվել համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու առգրաված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 11-ին համայնքային ոստիկանության աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարմիր բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա անչափահասը դասընկերների կողմից պարբերաբար բռնության է ենթարկում։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ միջադեպի վերաբերյալ ոչ ուսումնական հաստատությունը, ոչ անչափահասի ծնողները ՆԳՆ ոստիկանություն հաղորդում չեն ներկայացրել։ Իրանը թույլ չի տա, որ ամերիկյան զենքը Հորմուզի նեղուցով անցնի Մերձավոր Արևելքի բազաներ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Իրանի ռազմական խոսնակ Մոհամմադ Ակրամինիան։ Այսուհետ մենք թույլ չենք տա, որ ամերիկյան զենքը անցնի Հորմուզի նեղուցով ու հասնի տարածաշրջանային բազաներ, ասել է ռազմական խոսնակը ըստ իրանական Press TV հեռուստաալիքի։ Նա նշել է, որ Հորմուզի արևմտյան մասը գտնվում է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հրամանատարության ներքո։ Արևելյան մասը վերահսկվում է իրանական բանակի կողմից, սակայն եւ բանակը եւ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված ձևով։ Ֆրանսիացի նախագահ Էմանուել Մակրոնը ապտակ է ստացել իր կնոջ Բրիժիտից իրանցի դերասանուհուն հաղորդագրություն ուղարկելու համար։ Այդ մասին հայտնել է ֆրանսիացի լրագրող ու գրեթե կատարյալ զույգ գրքի հեղինակ Ֆլորիան Տարդիֆը, որի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։ Այն էր պատահել, որ նա Բրիժիտ Մակրոնը տեսել է մի հայտնի անձի ուղղված հաղորդագրությունը իրանցի դերասանուհուց, ռադիոյով ասել է Տարդիֆը։ Գրքի հեղինակը պնդում է, որ Մակրոնը մի քանի ամիս պլատոնական հարաբերություններ է պահպանել հայտնի աստղի հետ, բայց հետո նրան գրել է բավականին հեռու գնացող հաղորդագրություններ, մասնավորապես ըստ լրագրողի Ֆրանսիայի նախագահը գրել է դերասանուհուն, որ նրան շատ գեղեցիկ է համարում։ Աղալցխայում Մարդաբնակավայրի եկեղեցիներից մեկից անհայտ անձինք դուրս են բերել սրբապատկերներն ու դրել աղբամանի կողքին։ Sky News-ի հաղորդմամբ դեպքը տեղի ունեցել մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը բնակիչները սրբապատկերները եկեղեցի են վերադարձրել հաջորդ օրը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի համաձայն։ Ըստ տեղեկությունների եկեղեցին երկար տարիներ վեճի առարկա է եղել ուղղափառ ու հայ-առաքելական թեմերի միջև, այնտեղ այլևս պատարակներ չեն մատուցվում։ Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է շատ ցածր։ Առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին։ Հայաստանի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ այս պահին ՀՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։ Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից 9 հաստատված են, 2-ը հավանական։ Հայտնաբերված հիվանդները զբոսանավի ուղևորներ են կամ ունեցել են սերտ շփումներ նրանց հետ։ Դե ինչ ավելին իմանալու համար հետևեք Պանորամայի մին ու բաժանորդագրվեք մեր ալիքին։